Կառավարության հերթական նիստ ու հերթական բացահայտումներ։ Մինչ տարբեր մարզերից հնչում են ահազանգեր, թե մի քանի տասնյակ դպրոցներ են փակվում, Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց, որ այս պահին ավելի քան 300 դպրոց են օրոքվում կամ կառուցվում։ Մանկապարտեզ դպրոց պետք է լինի հասանելի հանրապետության բոլոր երեխաների համար։ Եվ մենք անխուսափելիորեն այս տրամաբանության մեջ բախվում ենք իրավիճակների, որտեղ կան բնակավայրեր, որտեղ նույնիսկ կրթահամալիրի տրամաբանությամբ կամ դպրոցի տրամաբանությամբ այս պահին բավարար չափով երեխեք չկան։ Հիմա քաղաքական ընտրություն պետք է կատարենք։ Եվ մեր ընկալումն է նա, որ այդ գյուղում բավարար թվով երեխաներ չկան, նաև այն պատճառով, որ այդ գյուղը ճանապարհ չունի, որ այդ գյուղ դպրոց չունի, որ այդ գյուղ մանկապարտեզ չունի։ Օրակարգում ընդգրկված էր 39 հարց, 35-ը չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերը վերաբերում էին բնակելի տարածքներ նվիրելուն, որպես նվիրատվություն գույք ընդունելուն, անշարժ գույք հետ վերցնելուն, անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելուն, նաև պետական բյուջեի վերաբաշխմանը։ Կառավարության նիստի ավարտից հետո արդեն ավանդույթի համաձայն Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախկին ներկա եզրույթը ըստ Փաշինյանի հոգնեցրել է մարդկանց։ Էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից, եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ վաղաշաբաթի ընտրության արդյունքը նոր լիցք է որակել եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար։ Ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղաշաբաթում նույնպես, Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է մայրաթոռ ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալիս Փաշինյանը պատասխանեց Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող հայտարարություններին, մասնավորապես Հական Ֆիդանի մեկնաբանությանը, որտեղ վերջինս կրկին խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Փաշինյանն ընդգծում է, Հայաստանում բացի իր ասածից այլ անունով կոմունիկացիա չի լինելու։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Route նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Եվ վերջում նա կրկին մեջբերում է անում Աստվածաշնչից, խոսելով մեղքերի մասին նա պնդել է, ինքն ավելի մեղավոր է, քան մյուսները, ինչպես ինքն է ասում, պայմանավորված իր կարգավիճակով։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։